Սահմանին ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա, բայց 6 օրում Բաքուն 13 անգամ ստել է, թե Հայաստանի զինուժը կրակել է։ Շնորհավորանք Բաքվին, հավասարության նշան Երևանի հետ, սուր անկյուն Մոսկվա-Երևան-Բաքու եռանկյունում։ Գերիների վերադարձի հարցով շոշափելի արդյունք չկա, բայց կա աշխատանք։ Ինչ կա Ալիևի մտքին եւ ինչու չի ստորագրում համաձայնագիրը եւ ինչու է զենք ակնկալում Միացյալ Նահանգներից։ Թուրքիան ցնցվում է ընդդիմության ցույցերից, Էրդողանի ոտքերի տակից փախչում է հողը։ Երրորդյա հրադադար չեղավ, 30 օրով կլինի, Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Նոր պարտք հին հարցերը փակելու համար $750 միլիոն պետական պարտքը ավելանում է։ Հարթակ, որտեղ կարելի է գնել եւ վաճառել մշակութային արժեքները, եւ Անահիտ Աստվածուհու մասունքները ավելի երկար կմնան հայրական տանը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես թողարկումը սկսենք սահմանային վիճակի մասին վերջին նորություններով 6 օրում 13 անգամ Բաքուն հայտարարություն է տարածել, թե Հայաստանի զինուժը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հակառակ տեղեկությունն էլ կա, որ ադրբեջանցիներն են վերջին օրերին խախտել հրադադարը Հայաստանի սահմանային դիրքերի ուղղությամբ։ Սա ճիշտ է, հարցը լրագրողները ուղղել են Պաշտպանության նախարարին։ Սուրեն Պապիկյանը հորդորել է զերծ մնալ բանակին եւ սահմանային իրադրությանը առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտածածին տեղեկություններ հրապարակելուց եւ հետևել միայն Պաշտպանության նախարարության պաշտոնական լրահոսին։ Ադրբեջանական կողմը այս օրերին անընդմեջ ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը կրակում է իրենց դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հաղորդագրություն տարածեց, թե մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց, այն չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի պաշտպանության նախարարը ուղիղ է նրանց դիմում, ուղիղ առաջարկով։ Եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր, տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ։ Ինչու է Ադրբեջանը տարածում նմանատիպ ապատեղեկատվություն, Պապիկյանը դժվարացավ պատասխանել այդ հարցին։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես Պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Ադրբեջանն այս առաջարկը մինչև օրս ուղղակի անպատասխան է թողնում։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի Հանրապետության անկախությանը ու սուվերենությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։ Լրագրողների զրույցում այսօր խորհրդարանում նշել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, Գրիգորյանը այս պահին Հայաստանի վրա հարձակման վտանգ չի տեսնում, ասում է։ Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է, սակայն իրավիճակը արագ է փոխվում եւ մենք հետևում ենք իրավիճակին։ Չնայած խաղաղության համաձայնագրի բոլոր կետերն են արդեն համաձայնեցված, բայց Բաքուն էլի չի գնում խաղաղության ու թուղթ չի ստորագրում, փոխարենը Երևանն է մեղադրում, թե մեջբերում են փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները մանիպուլյացիաներով է զբաղված, փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ։ Սրան զուգահեռ ադրբեջանցիները տարբեր խողովակներով փորձում են Միացյալ Նահանգներ մեսիջներ ուղարկել, թե իրենք կարող են տարածաշրջանում լինել Սպիտակ տան հավատարիմ ներկայացուցիչը, գործել ընդդեմ Իրանի, եթե Վաշինգտոնը չեղարկի 907-րդ բանաձևը, այսինքն զենք տրամադրի Ադրբեջանին, իսկ ում դեմ այն կօգտագործի, դժվար չէ գիրը։
ինչ ծրագիր ունի Ալիևը, չի թույլատնում ռազմական շունչը, չի դադարեցնում ստերի շարքը, թե հայկական զինուժը կրակել է ու ավելացնում է պահանջ վերջնագրերի շարքը, խաղաղության համաձայնեցված թուղթը սեղանին։ Որ ստորագրեմ, ասում է, սահմանադրությունը պիտի փոխեք, իր երևակայած արևմտյան Ադրբեջան է ուզում վերադարձնել ադրբեջանցիներին, ուզում է, որ Մինսկի խումբը լուծարվի։ Նրա այս պահանջներն իհարկե նոր չեն, ընդամենը վերջերս էր ասում, թե կստորագրի, եթե բոլոր կետերը համաձայնեցված լինեն։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ Հիմա ամբողջությամբ համաձայնեցված թուղթը կա, բայց չի ստորագրում։ Մինսկի խմբի լուծարմանը նա մինչև խաղաղության բանակցություններ կոչվածներ ձգտում։ Հենց 44-օրյա պատերազմից հետո անհանգիստ էր, ասում էր, ռևանշիստների ծրագրերը լուրջ են։ Ասում էր, ժամանակն է նրանց թոշակի ուղարկելու ծաղրական հեգնանքով, հրհրալով։ Ամենևին էլ Մինսկի խմբի կարիքը չկա, մենք դե ֆակտո թույլ չտվեցինք, որ այն գործի, այժմ պետք է դե յուրե արգելենք։ Հիմա էլ ասում է, ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում էր Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ եւ աջակցում էր Հայաստանին։ Ասում է ու զարկ տալիս ռազմական ռետորիկային, ավելացնում ռազմական բյուջեն։ Սպառազինվում են ու անթակույց Մեջլիսում հայտարարում, թե ընդհանուր բյուջեի 26%-ն են պաշտպանական ծախսերը, $5 միլիարդ։ Եվ այստեղ ուշագրավ է ռազմական ծախսերի այս շեշտակի ավելացումը հիմնավորում են ուշադրություն Հայաստանի ահագնացող ռազմականացմանն արձագանքելու անհրաժեշտությամբ։ Հիմա ամեն օր Բաքվի մեդիան ռազմական ագրեսիայի շունչն է տարածում, կանգ չեն առնում, падգամավորները ուղիղ են խոստանում վերացնել Հայաստանը։ Հայաստանը կվերանա քարտեզից, եթե չկատարի Ադրբեջանի պահանջները։ Հայաստանը ցուցադրաբար չի կատարում իր պարտականությունները։ Ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական մամուլը հեղեղվեց տեղեկություններով, թե Բաքուն Միացյալ Նահանգներից զենք է ակնկալում։ Jerusalem Post-ը գրեց, թե ադրբեջանական կողմը ձգտում է 907 հայտնի բանաձևի չեղարկմանը, իսկ այս բանաձևը, հիշենք, արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին։ Ու հիմա նրանք դիմում են հնարավոր բոլոր մեթոդներին հասնելու բանաձևի չեզոքացմանը։ Ամերիկացիներին էլ փորձում են համոզել, թե կմիանան իրենց ընդդեմ Իրանի, եթե զենք ստանան։ Վերջին շրջանում Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է կապեր հաստատել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ եւ գերազանցապես Իսրայելի եւ հրեական լոբինգի միջոցով։ Ես տեսել եմ կարգոնագրերը, որ Ադրբեջանը ինտենսիվ աշխատում է Իսրայելի եւ հրեական լոբինգի հետ ընդդեմ Հայաստանի Վաշինգտոնում։ Ադրբեջանի նախագահականը պաշտոնական հաղորդագրություն էլ տարածեց, թե Բայդեն-Բլինքենի վարչակազմը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, ինչը հանգեցրել է երկկողմ հարաբերությունների ճգնաժամի։ Ալիևը 907 բանաձևի վերականգնումը որակեց որպես Բայդեն-Բլինքենի վարչակազմի ապերախտության արտահայտություն։ Իրանում էլ այս տեղեկություններն անշուշտ ունեն։ Թեհրանի համար նորություն չէ, որ Բաքուն ձեռք գցած զենքը կամ Հայաստանին կամ էլ Իրանին է ուղղում, բայց Իրանը հիմա էլ հոբ համակարգը բարձր պատրաստության է պահում, ամեն օր սպասում դավադրության։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։ Փոխարենը Բաքուն եւ Մոսկվան խոսում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման մասին։ Նովրուզի տոնի առթիվ Ադրբեջանի նախագահային ուղղված շնորհավորական ուղերձում Պուտինը հիշել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։ Իսկ ինչ վերաբերում է սահմանային լարվածության աճին, ապա Մոսկվան հավասարության նշան է դրել Երևանի եւ Բաքվի միջև եւ երկու կողմերին զսպվածության կոչ արել։ Մոսկվայից կոչեր են հնչում ուղղված Բաքվին ու Երևանին զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել իրավիճակը սրելուց։ Թեև պարզից էլ պարզ է, որ կրակելու մասին լուրերը ադրբեջանական լեվելի ստեր են, իսկ հայկական կողմը իրավիճակը ապակայունացնելու հիմք ըստ էության չունի, բայց Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նախընտրում է հավասարապես տարածել խոսքը երկու կողմի վրա։ Իհարկե, մենք մեր գործընկերներին խստորեն կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել իրավիճակը։ Առաջացած բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական եւ դիվանագիտական եղանակներով։ Եվ իհարկե մենք կողմ ենք, որ Բաքուն եւ Երևանը հնարավորինս շուտ վերադառնան ամենաբարձր մակարդակով 2020 եւ 2022 թվականներից սկսած եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացմանը։ Ռուսաստանը ըստ քաղաքագետի ուզում է պահել տարածաշրջանային խաղացողի իր դիրքը, ինչը հնարավոր է, եթե ակտիվանա Մոսկվայի դերը, ինչպես ռուս պաշտոնյան է ակնարկում, հիշեցնելով հին պայմանավորվածությունները։ Բայց չմոռանանք Ռուսաստանի ու Ադրբեջանի դեռ չհնացած բախումները, մի քանի դրվագով, որոնք տպավորություն էին ստեղծում, թե երկրների հարաբերությունները այդքան էլ լավ չեն։ Ալիևին այդպես էր պետք այդ պահին, հետո եթե փոխվեն հաշվարկները, կփոխվի դիրքավորումը նաև Կրեմլի նկատմամբ, համոզված է փորձագետը։ Լարվածությունը դա ուղղակի խաղաքարտ է, որը Ադրբեջանը հետո փորձելու է ծախի Ռուսաստանի վրա, այս պայն արդեն ծախել Արևմուտքի վրա, որ
ցույց է տալիս, որ ինքն էլ է հակառուսական այսպես քայլերի դիմել։ Ռուսաստանի այդ երկրորդ բարձր Ռուսաստանը ուզում է չկորցնի իր ազդեցությունը տարածաշրջանում, եւ եթե ինչ որ բան կատարվում է, դա կատարվի Ռուսաստանի միջնորդությամբ, Ռուսաստանի երաշխավորությամբ եւ այսպեսով ինքը փորձելու է պահի տարածաշրջանը իր ազդեցության գոտու մեջ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի պարտավորություններին մեր երկրի նկատմամբ հապկ շրջանակներում եւ երկկողմ ձևաչափով, դրանք բոլորն ուժի մեջ են, Զախարովան է պնդում, բայց միևնույն ժամանակ հիշեցնում, որ հենց Երևանն է նախաձեռնել հապկին անդամակցության սառեցումը, ինչը ըստ պաշտոնյայի ակնհայտ չի նպաստում Հայաստանի անվտանգությանը։ Քաղաքագետը ադրբեջանական հնարավոր սադրանքը չի բացառում, այս դեպքում ինչպես կվարվի ռուսական կողմը, երբ վերջինս թեև տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու հրամայական ունի, բայց մյուս կողմից ոչ միանշանակ հարաբերություններ Երևանի հետ։ Բացի այդ խիստ զբաղված է ռուս-ուկրաինական ճակատով։ Որ հենց օրեր առաջ են խոսացել, որ օրինակ հապկի հարցը, որ դա միանգամից լուծվող հարց չի, եթե Հայաստանը սառեցրել է, դե ֆակտո հետ գալը էլի դժվար ճանապարհ է։ Այսինքն, եթե հիմա Ադրբեջանը հարվածի, չեմ կարծում, որ Ռուսաստանը այդպես արձագանքի։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էլ հաճախ հիշեցնում են թե Մոսկվան, թե Բաքուն, հատկապես 9-րդ կետը ճանապարհի տրամադրման վերահսկման մասին։ Սակայն Հայաստանը այլ առաջարկ է ուղարկել Բաքվին կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ։ Դրան Բաքուն չի պատասխանում, բացեիբաց շարունակելով Զանգեզուրի միջանցք պահանջել։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ ԱԱԾ տնօրենը անդրադարձել է անհայտ կորածների եւ գերեվարվածների հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպմանը։ Արմեն Աբազյանի խոսքով ամեն ինչ արվում է, որպեսզի կրկին հանդիպում լինի եւ անհայտ կորածների ու գերեվարվածների ծնողների բարձրացրած հարցերին ամբողջական պատասխաններ տրվեն։ Այլ մանրամասներ Աբազյանը չի հայտնել, նշել է, որ հարցը որոշակի գաղտնիություն է պարունակում։ Այս պահին չեմ ուզում որևէ այլ բարձրաձայնեմ։ Իսկ Ադրբեջանը Հիմա դուք ուզում եք այդ ցավոտ ու շատ բարդ հարցի շուրջ պատասխան ստանաք, իսկ այդ պատասխանը կարա լինի ու ձեզ չգոհացնի։ Ոչ թե չգոհացնի, որ մենք հաջողություններ չունենք, այլ չգոհացնի, որովհետև կոնկրետ այսօր հաջողություն չունենք։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի ավարտին եկեղեցիների համաշխարհային խորհուրդն է հայտարարություն արել Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, ընդգծելով, որ մարդկանց պատանդարությունն ու անազատության մեջ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների, այդ թվում Ժնևի կոնվենցիայի լրջագույն խախտում է, կոչ են անում շարունակաբար խոշտանգումների եւ նվաստացնող վերաբերմունքի ենթարկված գերիներին անհապաղ ազատ արձակել ի սեր տարածաշրջանում կայուն խաղաղության եւ հաշտեցման ջանքերի։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Թուրքիան ցնցվում է ընդդիմության ցույցերից, Էրդողանի ոտքերի տակից փախչում է հողը։ Երրորդյա հրադադար չեղավ, 30 օրով կլինի, Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Նոր պարտք հին հարցերը փակելու համար $750 միլիոն պետական պարտքը ավելանում է։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Երկրորդ օրն է Թուրքիան չի քնում, երկիրը ցնցվում է ընդդիմության ցույցերից խոշոր քաղաքներում, այդ թվում Անկարայում եւ Ստամբուլում բազմահազարանոց ամբոխը ոչ է ասում Էրդողանի պլանին, որով փորձ է արվում լռեցնել նախագահի հիմնական քաղաքական հակառակորդին։ Քաղաքագետների կարծիքով այս քայլով Էրդողանը փորձում է քայլ ձիով ու ասպարեզից հանել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Թուրքական զարգացումներին Տիգրան Գուրգենյանն է հետևել։ Թուրքիայում աջակցության ցույցեր են երկու ծանր մեղադրանքով ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Իշխանությունը արգելել է զանգվածային ցույցերը, գործի դրել պղպեղը, արցունքաբեր գազը, ռետինե մահակները։ Ստամբուլում, Անկարայում բախումների հետևանքով կան վիրավորներ, տասնյակ բերմանի ենթարկվածներ։ Դուրս եկած մարդիկ համոզված են, քաղաքապետը ձերբակալվել է բացառապես քաղաքական պատճառներով, ինչու Իմամօղլուն հիմա հայտնվեց իշխանության խոշորացույցի տակ։ Ըստ թուրք ընդդիմադիրների, փորձագետների ու հասարակության մեծ հատվածի, նա Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։ Նախագահական ընտրությունները Թուրքիայում 2028-ին են սպասվում, բայց բացառված չէ, որ Էրդողանը եւս մեկ անգամ պայքարի մեջ մտնելու համար արտահերթ նշանակի հանկարծակի բերելով հակառակորդին ու հատկապես հիմնական քաղաքական թշնամուն։ Շատ լուրջ
մեղադրանքներ են ամեն դեպքում, եթե դա գործը հասնի դատարան եւ դատարանում դա հաստատվի, նրան մեծ պատիժ է հասնելու։ Այստեղ գիտեք մի քանի կարծիք կա։ Մեկը հենց այն է, որ նա իսկապես լուրջ է, որպես մրցակից Էրդողանի համար, որտեղ որոշ տվյալներ վերլուծական կենտրոններից, որ Թուրքիայում աշխատում են, ցույց են տալիս, որ նրա ռեյտինգը հավասար է, նույնիսկ որոշ չափով ավելի քան թե Էրդողանին։ Նախագահի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ պետության ղեկավարի հասցեին հնչող մեղադրանքները անհիմն զրպարտություն են։ Երկու կողմ կա, երկու կարծիք, բայց թուրքագետը հակված է մտածել, որ իսկապես Էրդողանի ոտքերի տակից հողը փախչում է։ Երկրի տնտեսական ծանր վիճակի, հասունացող հասարակական դժգոհության ալիքի ֆոնին։ Հաշվարկում է, որ լուրջ մրցակցի գոյության դեպքում իրեն անգամ արտահերթը չի փրկի։ Ինքը փորձում է իր հիմնական հակառակորդին կամ ընդհանրապես մեկուսացնել կամ սահմանափակել նրա գործունեությունը, որը շատ իրական է հիմա այս պահին, հեռացնել նրան քաղաքապետի պաշտոնից, նշանակել Ստամբուլի քաղաքապետ իշխանության ներկայացուցիչներին ժամանակավոր եւ այդպիսով Ստամբուլը կանցնի կառավարող կուսակցության եւ Էրդողանի հսկողության տակ։ Իրավապահների տարիների աշխատանք է Իմամօղլուին հասցեագրված մեղադրանքների փաթեթը։ Իշխանությունը մանրամասն է հաշվարկել հակառակորդին չեզոքացնելու պլանը։ Փորձագետները հավանական են համարում, որ այս հարցը փակելուց հետո արդեն Էրդողանը կհայտարարի արտահերթ նախագահական ընտրությունների մասին։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Իսկ Վաշինգտոնն ու Կիևը առաջիկայում կստորագրեն հանքային եւ բնական պաշարների վերաբերյալ փաստաթուղթը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցով բանակցությունները շարունակվում են։ ԱՄՆ նախագահը այս շաբաթ առանձին բանակցություններ է վարել Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների հետ հրադադարի հարցով պայմանավորվածության հասնելու նպատակով։ Թեև կողմերը դրական են գնահատել շփումները, այդուհանդերձ երրորդյա ամբողջական հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, փոխարենը հակամարտող կողմերը համաձայնել են 30 օրով դադարեցնել ռուսական հարձակումները էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այժմ Հայաստան ու մեր խնդիրների մասին։ Պետական պարտքը կրկին ավելանում է ևս 750 միլիոն ԱՄՆ դոլարով։ Այս գումարով իշխանությունը պետք է հին պարտքերից մարի։ Այդ նպատակով կառավարությունը եվրապարտատոմսեր է թողարկել, որը պետք է հետ գնի 10 տարի հետո, 2035 թվականին։ Այս տարվա համար տոկոսադրույքը կազմել է 7.1%։ Հայաստանը միջազգային կապիտալի շուկայում 750 միլիոն դոլարի չափ եվրապարտատոմսեր է թողարկել։ Պարզ ասած, Հայաստանն այս անգամ էլ 750 միլիոն դոլարի նոր պարտք է վերցրել։ Իշխանական թևն ասում է, որ վերցրած փողով հին պարտքերն են մարելու։ Օրինակ 2013-ին, երբ որ այդ պարտատոմսերը թողարկվեցին, նրանով մարվեց ռուսական պարտքը։ Այս հերթական թողարկումը, այո, դրա մի մասը ուղղվելու է նախորդ պարտատոմսերի մարմանը, այսինքն մի կողմից ունենալու ենք պարտքի նվազում, մյուս կողմից պարտքի ավելացում։ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը պակասուրդը տարեց տարի մեծանում է, այսինքն բյուջեի ծախսերն ավելի շատ են, քան հավաքվող եկամուտները, եւ կառավարությունը ստիպված է պարտք վերցնել ներքին եւ արտաքին աղբյուրներից, թողարկել նաեւ պարտատոմսեր։ Շեկուլի նման այս վերջի տարիների ընթացքում ներքին պարտքը ավելացրել է, պարբերաբար դրամային պարտատոմսեր են թողարկել, տեղաբաշխել, եւ դրա հասին են ավելացրել վերջի տարիների պետական պարտքը, իրենց դոլարային պարտքն ավելացում, քանի որ այսպես իրենց պարտքը դոլարով է եւ դոլարով է ցանկանում այսպես մարել, սա մի գործոն է, որ նրանք փորձում են անել։ 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերը Հայաստանը պարտավորվել է հետ գնել 10 տարի հետո 2035 թվականին։ 4 տարի առաջ էր Հայաստանը պարտատոմսեր թողարկել կրկին 750 միլիոն դոլարի չափ։ Այն ժամանակ տոկոսադրույքը շատ ավելի ցածր էր՝ 3.875 հազարորդական տոկոս եկամտաբերությամբ։ Այս տարվա համար տոկոսադրույքը 7.1% է։ Պարտքի ավելացումը այս պահի թողարկված պարտատոմսերով ավելի թանկ է նստելու պետության վրա, քանի որ նախկինում օրինակ Հայաստանի կառավարությունը պարտատոմսեր է թողարկում 3-4% տոկոսադրույքով եկամտաբերությամբ, հիմա արդեն 6.75, եկամտաբերությունը 7.1%։ Այսինքն ակնհայտ է, որ կառավարությունը ավելի մեծ գումարներ է ծախսելու ապագայում նույն այս պարտատոմսերի մարումը կատարելու, սպասարկումը կատարելու համար, քան նախորդ պարտատոմսերի դեպքում։ Նոր եվրապարտատոմսերի թողարկման պետական պարտքի բեռն ավելի է ծանրանում։ Այս տարվա փետրվարի վերջին Հայաստանի պետական
պետական պարտքը ներքին եւ արտաքին պարտքի հանրագումարով 13 միլիարդ դոլար է եղել։ Ընդ որում 6 միլիարդ 300 միլիոն դոլարը արտաքին պետական պարտքն է, մոտ 6 միլիարդ 700 միլիոն դոլարը ներքին։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք ու կվերադառնանք րոպեներանց։ Հարթակ, որտեղ կարելի է գնել եւ վաճառել մշակութային արժեքները, եւ Անահիտ Աստվածուհու մասունքները ավելի երկար կմնան հայրական տանը։ Ինչպես կանցնեն շաբաթն ու կիրակին ավելին հաջորդիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հարթակ, որտեղ կարելի է եւ գնել եւ վաճառել մշակութային արժեքները, այս ամենը օրենքով, կարգով։ Ոլորտը տարիներով չի կարգավորվել ու սև շուկայում, ով ինչպես ցանկացել աշխատել է։ Հաճախ նաեւ հարցեր են առաջացել, արդյոք գնված այս կամ այն իրը բնօրինակն է, թե ֆեյք է։ Ըստ ոլորտի պատասխանատու փոխնախարարի աճուրդային տան ներգրավման շնորհիվ մեր երկրի աճուրդային շուկան նաև տարածաշրջանային հետաքրքրության առարկա կարող է դառնալ։ Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, նոր օրենքի նախագծով մշակույթի նախարարությունը նպատակ ունի կանոնակարգելու այն։ Գերատեսչությունից նկատում են նոր օրենսդրական կարգավորմամբ արվեստի գործերի եւ մշակութային արժեքների առու վաճառքի գործընթացը նոր մակարդակի կբարձրացվի, առավելություններ տալով ինչպես գնորդին, այնպես էլ վաճառողին։ Վաճառողը կարողանա ձևավորել իրական գին իր արժեքի կամ առարկայի համար, որովհետև արդեն կլինի մի հարթակ, որտեղ ինքը հնարավորություն կունենա իր արժեքը դնի վաճառքի եւ այդ գինը կգոյանա դրա շնորհիվ, որը որ ամենաօբյեկտիվ, մենք կարծում ենք ամենաօբյեկտիվ գինը կդառնա ի վերջո։ Գործընթացի պատշաճ իրականացման համար պետությունը լիցենզավորելու եւ վերահսկելու է մասնավոր կազմակերպությանը։ Աճուրդի տունն իր հերթին պարտավորվելու է ապահովել առուվաճառքի գործընթացի թափանցիկությունը։ Ավելի պարզ ասած, գնորդների մոտ այլևս կասկած չի առաջանա, իրենց գնած նմուշը կեղծ է, թե բնօրինակ։ Գնորդը կլինի վստահ, որ իր գնած մշակութային արժեքը կամ արվեստի գործը բնական է եւ այսպես ասած fake չէ։ Այսինքն այս հարթակը նաև մեծ հնարավորություն կտա, որ մենք տեսնենք ինչ կա շուկայում վաճառքի, որը որ կարևոր է պետության համար եւ մենք էլ կմասնակցենք, մենք էլ ձեռք կբերենք այդ արժեքները։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի դիտարկմամբ սա նաև հրաշալի հնարավորություն է ժամանակակից արվեստագետների համար, ովքեր դեռ շատ վաճառքներ չունեն։ Հարթակը կօգնի հանրահռչակել նրանց աշխատանքները։ Բացի այդ նաև հնարավորություն կստեղծվի միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների ու քննադատների միջև կապերի ձևավորմանը։ Եթե մենք կարողանանք այդ շուկան Հայաստանում կայացնենք, մենք վստահ ենք, որ պահանջարկը կլինի նաև մեր հարևան երկրներից, ծոցի երկրներից, որտեղից որ կան բավականին շատ արվեստասերներ, որոնք կարողանան այստեղից գնումներ կատարել եւ արտահանել օրինակի համար Արաբական Միացյալ Նահանգներ։ Քոչարյանը միանգամայն իրատեսական է համարում արդեն հաջորդ տարի գործընթացը սկսելու եւ գործող մեխանիզմ ունենալու հնարավորությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայրական տուն վերադարձած Անահիտ Աստվածուհու մասունքները եւս մի քանի օր կմնան Հայաստանում։ Ցուցադրությունը երկարաձգվել է պատմության թանգարանում, Անահիտին կարելի է տեսնել մինչև ապրիլի 10-ը։ Այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Սոցիալական ցանցերում տարածվող ահազանգերը, թե մայրաքաղաքում վրացական ավտոպետ համարանիշների զանգվածային գողություններ են կատարվում, չեն համապատասխանում իրականությանը, ներքին գործերի նախարարությունից են տեղեկացնում։ Մարտի 19-ից սկսած մինչև այս պահը վրացական պետ համարանիշների գողության միայն մեկ դեպք են արձանագրել ոստիկանները կենտրոն վարչականում։ Էթնիկ կամ ազգային պատկանելիության հիմքով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը վերջին օրերին լայն տարածում է գտել։ Արձանագրումն օմբուդսմենին է, մարդու իրավունքների պաշտպանը դատապարտելի է համարում հանրային գործիչների եւ պաշտոնատար անձանց նմանօրինակ վարքագծի դրսևորումը։ Մանասյանը պաշտոնական հայտարարությունում նշում է, երևույթն ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ինչպես նաեւ ընթացող ընտրական գործընթացների շրջանակներում։
Ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող երաժշտության ու ազդանշանների հետ կապված օրենսդրությունը խորհրդարանը նախատեսում է խստացնել իշխանական падգամավորներն ու ազգային ժողովի նախագահն են նախագիծ ներկայացրել, որ հասարակական անդորն այսպես չխաթարեն։ Խորհրդարանում այս թեմայով այսօր նաեւ լսումներ են տեղի ունեցել։ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, հարցը հստակ է կարևորել հանրության առողջությունը, թե անհատի զվարճանալու իրավունքը։ Նրա համոզմամբ իհարկե հանրության իրավունքն այստեղ պետք է գերակայի։ Սիսիանի 3 գյուղերում գայլերը խոշոր եղջերավոր անասունների սպանդ են կատարել։ Ցղունի, Տորունի, Քնժդեհ գյուղերում կենդանիները դաշտ են դուրս եկել, րոպեներ անց նրանցից 5-ին գայլերն արդեն հոշոտել են։ Գյուղացիներից միայն մեկի վնասը գերազանցում է 600,000 դրամը։ Նրանք նաև ահազանգում են, որ գայլերը շատացել են, վախենում են նաև իրենց ընտանիքների անվտանգության համար։ Անահիտ Աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը Հայաստանում կմնան մինչև ապրիլի 10-ը։ Ժամկետի երկարաձգման մասին պատմության թանգարանի տնօրենն է հայտարարել։ Անցնող 6 ամիսների ընթացքում Մայր թանգարանի Անահիտից Մարիամ ցուցադրությունն ունեցել է ավելի քան 45,000 այցելու, ինչն աննախադեպ է ցուցադրությունների համար։ Այս մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով են բանակցել բրիտանական թանգարանի հետ, որոնք էլ տվել են իրենց համաձայնությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վաղը մարտի 22-ին երեկոյան 19-ին նոր եւ արդեն սիրված երգերի կենթանի հրավառություն է սպասվում։ Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը 17 տարի անց կրկին մարզահամերգային համալիրի բեմում կլինի։ Սիրված արտիստի հետ ելույթ կունենա նաեւ նրա վարպետը մայստրո Ռուբեն Մաթևոսյանը։ Նույն բեմում 17 տարի անց Արման Հովհաննիսյանի հայաստանյան մեծ մենահամերգի վերջին փորձերն են մարզահամերգայինում։ Առաջինից մինչև վերջին երգ արտիստն ու իր հյուրերը փորձում են մեկ առ մեկ։ Վաղն է երկրպագուների ու երգչի շատ սպասված հանդիպման օրը։ Միայն ժամի հետ զրույցն է Արման Հովհաննիսյանին մի քանի րոպեով կտրում փորձերից, հույզերն ու զգացածն ասում է բառերով աննկարագրելի է, ու նաև անհամբերություն կա։ Ամենակարևոր սնունդը երաժշտական եւ ամենակարևոր երգչին այդ ամենակարևոր հիմքը դա մեր հայրենիքն է։ Անկեղծ եմ ասում, հայրենիքից է սնվում դու։ Երաժշտությունը ստեղծագործել է, այդ էներգետիկան հայրենիքից է գալիս։ Հայաստանի հանդիսատեսի առջև ելույթ ունենալը կրկնապատկում է պատասխանատվությունը, մեր երկրի վաստակավոր արտիստն է հավելում, թեպետ աշխարհի յուրաքանչյուր անկյունում հանդիսատեսի սերը երջանկություն է անչափելի։ Յուրահատուկ հանդիսատեսի շնորհիվ ես նաև 17 տարի հետո գտնվում եմ նույն սրահում, ուղղակի հպարտ եմ, ուղղակի խոնարհվում եմ իմ շատ սիրելի հանդիսատեսի առջև։ Երաժշտական հրավառություն է լինելու մեր հայրենիքի ամենակարևոր բեմում, մայստրո Ռուբեն Մաթևոսյանն է վստահ։ Արմանի կողքին վաղը կլինի բեմում։ Հիմա փորձերին նաև որպես հպարտ ուսուցիչ է նրան հետևում։ Մենք միասին պետք է երգենք բարի արագելը, նայեն խոսք կա։ Իմ տան մոտ ապրիր Բարդու կատարին եւ նրա տունը այստեղ է Երևանում Բարդու կատարին նրա համար էլ մեծ պատիվ է որ այդքան հանդիսատես պետք է ներկա լինեն եւ ինքը ներկայացնի իր հայրենիքի գեղեցիկ երգերը։ Երգեր, որոնք սիրված են անպակաս մեր փլեյլիսթերից, համերգին հանդիսատեսն անակնկալներ էլ կունենա։ Հրաշալի առիթ է, որպեսզի Երևանում եւս մեկ անգամ ապացուցվի, որ թե ժողովրդական երգը, թե այսօրվա երգը, թե քաղաքային ֆոլկլոր հասկացողությունը դա ուժ է, որին տիրապետում է Արման Մանուկի Հովհաննիսյան։ Արժանի մարդա, որպեսզի ունենա այսպիսի համերգներ, լեփ-լեցուն դահլիճով, որպեսզի մեր հանդիսատեսը մաքսիմալ իր սերը փոխանցի Արմանին եւ իր երգերին, որովհետեւ Արմանը երկար տարիների պատմություն ունի երգարվեստում եւ ներկայացնում է հրաշալի երգեր, հայեցի երգեր, որը շատ կարևոր է եւ ինձ համար եւ ընդհանրապես մեր բոլորի համար։ Երևանյան այս մենահամերգնի դեպ վաղուց էր Արման Հովհաննիսյանի ծրագրերում, սակայն հայտնի հանգամանքները հետաձգեցին դրա իրականացումը։ Հաջորդում է Մոսկվայի մենահամերգին, որ բոլորը խոսքները մեկ արած են նշում, կայացավ հնարավոր ու անհնար լավագույն տարբերակով։ Ասեմ, որ Արման այն երաժիշտներից է, այն երգիչներից է, ում կարիք չկա բեմում որևէ ավելորդ բաներով լրացնել։ Նրա երգացանկը, նրա
հետաքրքիր երգերը, նրա սիրված երգերը արդեն իսկ տեղ չեն թողնում, որպեսզի դու ավելորդ ինչ-որ լրացումներ անես։ Սա ուղղակի լավ երեկո է։ Մարզահամերգայինում կլինի մի տրամադրություն, որը միայն Արման Հովհաննիսյանը կարող է փոխանցել, երգչի ընկերներն են վստահեցնում։ Սիրառատ երեկո, այնպես, ինչպիսինն են հենց Արմանի երգերը։ Էդուարդ Պողոսյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։ Նրա բեմական կարիերան սկսվեց Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, շարունակվեց թատրոն 13-ում, Գոյում ու Համազգայինում։ Երիտասարդ դերասանը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ ոտք դրեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատեց մինչև կյանքի վերջին օրը։ Հայաստանի վաստակավոր արտիստին այսօր վերջին հրաժեշտ են տվել ընկերները, հարազատներն ու բարեկամները։ Արադ Դեղտրիկյանը 60 տարեկան էր։ Կոնդի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին այսօր բազմամարդ է, վաստակավոր արտիստ Արադ Դեղտրիկյանի հոգեհանգստյան արարողությունն է։ 60-ամյա մտավորականին հրաժեշտ տալու են եկել հարազատները, գործընկերները, նրա արվեստը գնահատողներն ու երկրպագունները։ Եվս մի գույն պակասեց մեր քաղաքից, մեր երկրից եւ ամբողջ երկրագնդից, որովհետեւ Դեղտրիկյան Արայիկը ինքը մեծ արտիստ է։ Մշակութասեր հանրության եւ գործընկերների հիշողության մեջ դերասանը հաղորդավարն ու ասմունքողը կմնա որպես իր գործի նվիրյալ, ժպիտ եւ կենսուրախություն պարգևող, բարեկիրթ եւ պարկեշտ ստեղծագործող։ Հենց այսպիսին է նրան հիշում նաեւ դերասան Հարություն Մովսիսյանը։ Ես ծանոթացա նրա հետ 2 տարի, 3 տարի առաջ, ես իսկականից հիացել էի որպես մարդ, նրա հետ հանդիպել, նրա հետ խոսել, զրուցել, հումորով, երկերասություն լսող, հայրենիքը սիրող, ընտանիքը սիրող, թատրոնը սիրող, թատրոնը ուշ կգնում էր թատրոնի համար եւ իհարկե կինո արվեստը, որտեղ ինքը կարողանում էր երջանիկ զգալ իրեն։ Դեղտրիկյանը պայքարող տեսակ էր, հայրենասեր, ձիգ հայ տղամարդ, եզակի մտավորական, որ իր էությամբ օրինակելի էր։ Արադ Դեղտրիկյանի տեղը երբեք չի լսվի, գուցե կլինեն ինչ-որ այլ առաջարկներ, տարբերակներ, բայց Արադ Դեղտրիկյանը մի հատ էր, ոնց որ մյուս բոլոր հեռացածները։ Գույն ու խարիզմա էր Արադ Դեղտրիկյանը մեր մշակույթում, ինքնատիպ ձեռագրով ու խաղով, ու հենց իր կերտած բազում կերպարներով, նրանց յուրովի ներկայացմամբ կարողացավ նվաճել հանդիսատեսի սիրտը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին ինչ սպասել հանգստյան օրերին, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում շաբաթն ու կիրակին կանցնեն փոփոխական անբավարարությամբ։ Շաբաթ սպասվում են տեղումներ, առանձին գոտիներում ձյուն։ Տեղումների դադար կանխատեսվել է այս կիրակի։ Իդեպ ջերմացում սպասում ենք մարտի 24-ից 26-ը, 4-ից 6 աստիճան։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 6 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 10-ից 14 աստիճան։ Լոռիում կանխատեսվել է 0-ից 3, Տավուշում 4-ից 7 աստիճան։ Արարատում, Արմավիրում սպասվում է 10-ից 13 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 10-ից 14, Սյունիքի նախալեռներում 6-ից 9 աստիճան։ Երևանում շաբաթը կանցնի տեղումներով։ Կիրակի սպասում ենք կայուն երկինք։ Այս գիշեր 2-ից 4, ցերեկը 9-ից 11, երեկոյան 2-ից 4 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։